Այսօր մեր տաղավարում է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մելքոնյան, մենք այսպես հպարտորեն մինչև ժամանակավոր կորուստը մենք հպարտորեն նշում ենք նաեւ Շուշիի ազատագրության օրը, որը մեզ համար խորհրդանշում էր Արցախի ազատագրումը։ Եվ առաջի Արցախյան պատերազմում տարած մեր փառահեղ հաղթանակի խորհրդանիշն էր դա։ Ցավոք 2020 թվականից հետո իրողությունները փոխվեցին եւ ոչ իօգուտ հայկական կողմի։ 2020 թվականին իրենք եկան, ասին մենք ձեր երաշխավորն ենք, անվտանգության երաշխավորն ենք, հենց 20 թվականին, որ դառան իրանք երաշխավոր մեզ ու Արցախը իրենք համ շրջափակեցին, համ էլ Արցախը հանձնեցին ադրբեջանցիներին։ Մեծ հակառակ կողմից էլ ասում են, որ դա տեղի է ունեցել մեր դիվանագիտական սխալների, հայ-ռուսական հարաբերություններում մեր ոչ ճիշտ վարքագծի շնորհիվ։ Համաձայն եք այդ տեսակետին թե ոչ։ Ես համաձայն չեմ, համամիտ չեմ։ Բանակցային գործընթացից շեղվելու 2019-ի, այ որ հիմա շատ է շրջանառվում, չէ, պարոն Մելքոնյան։ Ինչ բանակց, ինչ ենք մենք Մինսկի խմբի այդ առաջարկված փաթեթից հրաժարվելու, դա չհրապարակելու արդյունքում է տեղի ունեցել, այսինքն որոշակի բանակցային գործընթացի շեղման հետևանքով դուք դրա հետ համաձայն չեք։ Չէ, ես լրիվ համաձայն չեմ, որովհետև այդտեղ մենք ոչ մի բան չենք խախտել։ Պրագայում երբ որ այդ համաժողով գագաթաշողով էր համաժողով, որ եղավ, իրանք ասում են Փաշինյանը Արցախից հրաժարվեց, բայց իրանք մոռանում են, որ միջև Պրագան երկու անգամ Պուտինը ասել է, որ Ղարաբաղը դա Ադրբեջանի անբաժանելի մաս է։ Այս վերջում էլ որ հիշում եք, որ ապրիլի սկզբներին երբ որ հանդիպավ մեր վարչապետը Պուտինի հետ, Պուտինը հարց տվեց, մեր վարչապետը ասեց դու երկու անգամ արդեն ասել ես, երկու անգամ ես ասել, ոչ թե մի անգամ, երկու անգամ ասել ես, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ինքն իրանք են ասել։ Ուզում են այդ բանը, դա գցեն մեր վրա չի լինի։ Չէ որ իրան նոյեմբերի 9-ի պայմանագրով իրանք ասին, որ մենք ենք երաշխավորը։ Այդ ժամանակ Քալբաջարներ, Լաչիններ, Աղդամներ մեր ձեռն էր։ Իրանք ասեցին թողեք դու դուրս արեք, մենք երաշխավորում ենք անվտանգությունը ու իրանք չերաշխավորեցին։ Ու մենք հասկացանք, որ իրանք մեզ չեն էլ սատարելու, մեր անվտանգությունը իրանք չեն էլ պաշտպանելու։ Հիմի ներկայությամբ մենք մեր քաղաքականությունը արդեն այնպես ենք անում, որ մենք պետք է մեր անվտանգության համար մտածենք, ոչ ոք մեր անվտանգության մասին չի մտածել։ Դրա համար հիմի մենք տանում ենք ճկուն քաղաքականություն, որ բոլոր երկրների հետ մենք բարեկամ ենք, մենք թշնամի երկիր չունենք։ Այ էս է հիմնա ու դրա վառ ապացույցը, վառ վկան Եվրոպայի գագաթաժողովներ, 8-րդ գագաթաժողովներ մեր մոտ Երևանում եւ մենք տեսանք, թե այդ մարդիկ ոնց էին Հայաստանը գովաբանում։ Այսօր թույլ տվեք խոսել ավելի շատ այսպես այս պատերազմի առաջի Արցախյան եւ 44 օրյա վերջերս նորից շրջանառության մեջ դրվեց 44 օրյա պատերազմի այս քննիչ հանձնաժողովի իրողությունները շրջանառվեցին եւ դարձյալ ընդդիմադիր շրջանակները իրենց դժգոհությունը հայտնեցին, որ շատ իրողություններ եւ մեղադրելով նաեւ իշխանություններին շատ իրողություններ չեն հրապարակվել, մասնավորապես վերջերս էլ Օնիկ Գասպարյանի հայտնի, այսպես ասած, ակնարկի մենք ականատես եղանք, ինչ է կարծում, ինչու
հանրությանը չի ներկայացվում նրա համար գուցե շատ ցավոտ 44-օրյա պատերազմի այդ իրողությունների ամբողջ փաթեթը չի բացահայտվում։ Ուրեմն նախ ասեմ, որ քննիչ հանձնաժողովը երբ որ ձևավորվեց, ընդդիմությունը կարար ներկա լիներ այնտեղ, ու այդ ամբողջ ընթացքում իր հարցերը կարար տար բոլորին, սկսած երկրի ղեկավարից, վարչապետից, մինչև Օնիկ Գասպարյան։ Բոլորին կարար իր հարցերը տար։ Նախ առաջերտին, ինչու իրանք չմասնակցեցին, որ այսօր խոսալու տեղ ունենան։ Ասեն դու էսենց արեք են, բա գայիք այդտեղ նստեիք, որ չթողեիք մենք ինչ որ անօրինականություն անենք, եթե դու համարում եք անօրինականություն, բա գայիք չթողնեիք։ Ինչի փախակ մտակ պատի ծակերը, որ հետո այսօրվա դրության որ բամբասեք։ Ասում են դե դուք մեծամասնություն եք եղել, մենք չէինք կարող այնտեղ եղանակ փոխել։ Այնտեղ եղանակ փոխելու հարց չկա, այնտեղ կա հարց տալու։ Եթե վարչապետը գալիս նստում է, բոլորը հարց տալու իրավունք ունեն։ Իրանց իրավունքները սահմանափակում ենք մենք։ Իրանք էլ կարան հարց տան։ Այնտեղ ազատ է հարց տալը։ Բոլորին հարց են տալիս, բոլորին հարց են տալիս, հրավիրվածներին հարց են տալիս։ Իրանք կարային կային նստեին, բոլորն էլ հարց տային։ Իրանք դիտավորյալ չեկան, որ հիմի այսի վերցնեն իրանց ձեռ, որ պատճառ էլի, ինչի եք ես արել, ինչի չեք։ Նախ մեղավորը դուք եք, որ չեք եկե ու չեք մասնակցես ամեն ինչին։ Երկրորդը, Օնիկ Գասպարյանը 2 օր այնտեղ մասնակցել է եւ բոլոր հարցերը տվել ենք իրան, ինքը բոլոր պատասխանները տվել է։ Եթե ինքը նորից հարցեր ունի, մենք հանձնաժողովին ես հարց եմ բարձրացրել Քոչարյան Անդրանիկին, որ լսենք բանին, Օնիկ Գասպարյանին նորից լսենք։ Եվ դրական պատասխանն եղե, որ ասենք Օնիկ Գասպարյանին կարանք մենք եւս մի անգամ լսենք։ Ու ես ուրախ կլինեմ, որ Օնիկ Գասպարյանը կա եւ հանձնաժողով եւս մի անգամ պատասխանի հարցերին եւ այն հարցերը, որ իրան հետաքրքրում է, ինքը չի ասեն առաջի հանդիպման ժամանակ, դու բարձրացնի այդ հարցերը։ Իսկ ընդհանուր այնտեղ կա գաղտնի մաս եւ ոչ գաղտնի մաս։ Գաղտնի մասը այնեցել չի բացահայտվելու, այն մարդիկ, որոնք այդ ընդդիմությունից, որոնք գաղտնիության բանը ունեն, թույլտվությունը, հիմի կարան գնան գաղտնի մասում նստեն ու այդ ամբողջը նայեն, տեսնեն այդ ամբողջը։ Իսկ այն մասը, որ պետք է բաց լիներ, այդտենց էլ ես չհասկացա, բայց հիմի քննարկում է այդում էլի, որ շատ հնարավոր է, որ այդ բաց մասը նորից բան անեն։ Դնեն նորից քննարկում։ Նորից քննարկում։ Այ պարոն Մերկոնյան, ասենք ձերբակալություններ են նույնիսկ եղել 44-օրյա պատերազմի զինվորականների եւ մեղադրանքներ են հնչեցվել։ Բայց մի կողմից էլ դարձել ընդդիմադիրներն ասում են, եթե արդեն Արցախը ճանաչվել է գործող իշխանության կողմից Ադրբեջանի մաս, եթե արդեն իշխանությունը ասում է, որ մենք հրաժարվում ենք արցախյան շարժման տրամաբանությունից, էլ այդ մարդիկ ինչու են մեղադրվում ըստ էության, որովհետև կամ ասենք դե այնտեղ հոդված է դրված ինչի համար։ Օրինակ մեկին դավաճանության համար, մեկին ասենք մեր մոտից ասենք ուղիղ կապով կապնվել են մեր գաղտնիքներն ասել, Զորամասի գտնվելու վայրերին ասել, տարբեր բաներ կա։ Բայց այս հրաժարումից հետո դա կշարունակվի թե ոչ, ասենք որքանի որ դե էլի եմ ասում, Արցախյան շարժումից արդեն գործող իշխանությունը ասում է դա թոքեր մեր վզին, մենք հրաժարվում ենք այդ ամեն ինչից, այդ մեղադրանքները էլի կշարունակվեն հնչեցվել այդ անձերի նկատմամբ։ Չէ, այնտեղ ու մասնավորապես նույն Օնիկ Գասպարյանի նկատմամբ, Դավիթ Տոնոյանի նկատմամբ, չէ, նախկին պաշտպանության նախարար։ Ուրեմն ասեմ, որ այնտեղ այդ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ
բաներ են բացահայտվել, որը միանգամից ուղարկվել է դատախազություն։ Հանցագործություններ են բացահայտվել, որ ասենք միանգամից ուղարկվել է դատախազություն։ Իմի եթե այդ քննարկումը բանալ, այնտեղ բաներ կա, որ ասենք դավաճանության բաներ կա, այնտեղ բացահայտումներ կա, որ դավաճանություն եղել, եթե մարդը դավաճանա չպետք է պատժվի։ Իմի այդ ուղղակի շատ երկար է ցկվել այդ բանը։ Կարծում եմ էլի կհանդիպենք, խոսենք այս հարցերի շուրջ, որովհետև սրանք հանրությանը հուզող շատ ցավոտ, չէ, շատ ցավոտ հարցեր են, որովհետև այսօր հանրությունը մի տեսակ, եթե կհամաձայնվեք ինձ հետ, դեռևս շոկի մեջ է մենք, երբ նաև չի հավատում։ Ես այս զրույցից առաջ ասեցի, չէ, որ ես երբ 44-օրյա պատերազմը նոր էր բռնկվել, ես ինքս չէի հավատում, որ կարող է մեզ համար այդ պատերազմը ի նպաստ մեզ չլինի եւ կարող ենք ունենալ ողբերգական զարգացումներ։ Նաև 44 օրյա այդ հանձնաժողովը քննարկել է այդ հարցերը նույնպես։ Թե ինչու է այդպես եղավ, հա։ Ինչու է այդպես եղավ։ Մենք լսել ենք արտգործ նախարարների, մենք լսել ենք տարբեր քաղաքական գործիչների, որոնք ամեն մեկը իր ձևով բացատրել է, ասել է։ Այդ ամեն ինչը այդ հանձնաժողովի աշխատանքներում կա զետեղված։ Պարոն Մելքոնյան, լայն իմաստով Արցախի անկումը, Արցախի կորուստը, հուսանք ձեզ հետ միասին, որ ժամանակավորապես դուք ամբողջական իմաստով ինչով եք բացատրում, քաղաքական իմաստով, աշխարհքաղաքական իմաստով, սխալ մեր կողմից սխալ քաղաքականություն վարելու իմաստով կամ փոփոխվող աշխարհի տրամաբանության իմաստով։ Նախ ուրեմն ասեմ, որ միջև 44 օրյա պատերազմը եղավ 4 օրյա պատերազմ։ Այո։ Եվ ցավոք սրտի 4 օրյա պատերազմը մեզ մատուցեցին որպես հաղթանակ։ Հաղթանակ չէր, ըստ ձեզ։ Երբ որ մենք կորցրեցինք տարածքներ հսկայական, տվեցինք 100-ից ավել զոհեր ու հանգարցակի հայտարարեցին, որ մենք հաղթել ենք, հաղթանակ ենք տարել, զարմացած եմ, հաղթանակը ո՞րն է։ Եթե դու կորուստներ ես տալիս, տարածքներ ես տալիս, դրա հաղթանակը ո՞րն է։ Ասում են նրանք ավելի շատ են զոհվել։ Ո՞վ է ասում։ Ադրբեջանական մի հանգապատիկ ավելի շատ զոհեր ենք պատճառել։ 20-պատիկ է զոհվել։ Ասենք ադրբեջանցին 20-պատիկ ավել է զոհվել, հաղթանակ է դա։ Դու այդ տարածք ես կորցրել, դու զինվոր ես կորցրել 100-ից ավել։ Ադրբեջանցին շատ է զոհվել, քիչ է զոհվել։ Էդի հաղթանակը զինվորի զոհվելը չի հաղթանակը։ Հաղթանակը տարածքն է։ Որ տարածք ես տալիս, արդեն դու պարտվել ես, հետ ես եկել այդ տարածքը։ Ու զոհեր ես տվել, անիմաստ զոհեր ես տվել։ Եթե դու տարածք չտայիր, ինչ որտեղ կարա իր ասել, որ դու հաղթել ես։ Տեղից չես շարժվել, մնացել ես կողի վրա։ Բայց դու հող ես տվել տարածքներ ես, հազարավոր կիլոմետրներ տարածք ես տվել։ Ու այդ որ խափում ասում են 800 հեկտար են ասում։ 800 հեկտար բան է, ոչ 800 չէ։ Այդ տարածքները ես գերազանց գիտեմ, թե ինչքան է։ Ավելի շատ է։ Իհարկե։ Թալիշի ամբողջ այդ մասը որ կա, այդ հսկայական տարածք է, դա միջև ման այդ։ Բայց ամեն դեպքում կանգնեցրեցինք ոսոխի, չէ՞։ Մենք չկանգնեցինք, ռուսները կանգնեցրին։ Շուտ լացուկոս դրեցին վազան այնտեղ գնացին Մոսկվա, Մոսկվան դադարեցրեց։ Այն ժամանակին իրանք հասնելու միջև Գորիս։ Այս 44-ին որ սկսվավ, արդեն իրանք տեսան, որ կարան ցանկացած բայի մտնեն։ Այսինքն գտնում եք, որ այդքան վատ էր, բայց իրենք էլ ասում են, այսպես ասած նախկինները, ինչպես չէ, նոր իշխանությունների տրամաբանությամբ, որ բոլոր դեպքերում ամեն դեպքում էլի դիվանագիտությունն էլ աշխատեց, մեր բանակը անհամեմատ ավելի կազմակերպված էր, չեք գտնում, որ դա այդպես է։ Դիվանագիտությունը ուրեմն աշխատեց, այսինքն Սերժ Սարգսյանը զանգեց Պուտինին, խնդրեց, ասեց, խնդրում եմ դադարեցրեք։ Գլխավոր շտաբն էլ շտաբի պետն էլ գնաց Մոսկվա։ Ադրբեջանի
բանն էլ գնաց այնտեղ, իրանք լավ գիտեն ինչ են պայմանավորվել, որ այդ տարածքների տալը, այդ ամեն ինչը պետք է արագ ձևով արվի։ Բայց դրանից հետո սկսվեց էլեկտրիկ շարժումը, սկսեց բանը, այն ՊՊՑ գնդի գրավումը, որը ցկում էր այդ բանը, այդ process-ը, որ իրանք պետք է խոսք էին տվել։ Էլեկտրիկը 2015-ին էր, դա 16-ին եղավ Քարորյան, հա, ՊՊՑ գունդը, այո, համաձայն եմ ձեզ հետ, դրանից հետո էր։ Դրա 2016-ի իրանք պետք է ստորագրեին միջև այդ էլեկտրիկ շարժումը։ Հա։ Իրանք էլեկտրիկ շարժումը սկսեցին, որ ցկեն, անընդհատ ցկեն այդ ստորագրումը, տարածքների բանը, հանձնելը։ Ու այդտենց տարբեր պատճառներ բռնելով բան արեցին։ Իսկ 20 թվականին արդեն երբ որ իշխանություններ փոխվեն, Նիկոլ Փաշինյանն եկել էր իշխանության, այդ վաղտ արդեն գցեցին Նիկոլ Փաշինյանի ջեբը։ Երբ որ ինքը 17 թվականին ասում էր իրանք ոչ մի բանի չեն համաձայնվում, Ադրբեջանը չի համաձայնում։ Ինչ այդ Կազանում, երբ որ հանդիպում տեղի ունեցավ, Կազանում արդեն Սերժ Սարգսյանը ասում էր 7 շրջան ենք տալիս, ոչ թե 5-ը, 7-ն ենք տալիս։ Ու այնտեղ Ալիևը 12 կետանոց նոր պահանջներ դրեց այնտեղ դեմները, ասեց այս 12-ն էլ եթե կանեք, կլինի, եթե չէ։ Այդ 12-ն էլ արդեն Ղարաբաղը հանձնելն էր, ամեն ինչը այդ 12 կետի մեջն էր։ Դրա համար չեղավ։ Հələ որ մենք կենթանի ենք կանք, վկա ենք այս ամեն ինչի էլի։ Խոմ սուտ խոսալով չի։ Կամ ասենք մնացածը, ասենք որ դու պարտվել ես, դա համարում ես հաղթանակ։ Ու որոշներն էլ կա, ասում տոնեցին մեր հաղթանակը տոնեցիք։ Ղարաբաղում էլ իշխանություն բան արեցիք, փոխեցիք, Արցախում արդեն։ Իշխանություն փոխեցիք, 10 օր հետո թղթով թամազով հանձնեցիք։ Ղարաբաղը թողեք դուրս եկաք։ Սրանն ինչ կասեն։ Դրանից կասեմ, որ 2022-ին Պրագայում Հայաստանի իշխանությունը պաշտոնապես Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, նաև խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանին դրել էր ծանր վիճակի մեջ, թե ինչ անել, եթե դուք ճանաչել եք Արցախը որպես Ադրբեջանի մաս, չէ, այդպես չեն ասում։ Մի հատ բան հարցնեմ ձեզ։ Այդ եռանախագաները որ կան, որ մի նախագանա ճանաչե, որ Ղարաբաղը Հայաստանի կազմում պետք է լինի կամ Արցախը Ադրբեջանի կազմում չէ։ Բոլորն ասել են, որ Ադրբեջանի կազմումը պետք է տարվի ինքնավար մարզի կարգավիճակ, որ կա լայնը բաներով։ Չէ, կարգավիճակը ասում են որոշված չի։ Այդ տեսեք Բորելի բանը ասում էր հայտնի Եվրոմիության պաշտոնյա Բորելի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միակ իշխանությունն էր, որ Արցախը պաշտոնապես ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Դրանից առաջ որևէ հայկական իշխանություն Ես չեմ խոսում հայկական իշխանություն, հայկական կարգավիճակը արկա։ Ներողություն, չի ճանաչե, բայց ճանաչելը որտեղ է ճանաչե Արցախը։ Հայաստանի կազմում է ճանաչե, բանի Արցախի անկախությունն է ճանաչե, ինչ արե։ Մինսկի խմբում էր հարցը։ Դերևս կարգավիճակը որոշված չէր։ Մինսկի խմբի անդամ երկրները ճանաչել են, որ բանը Արցախը բանի կազմում չի Ադրբեջանի։ Ոչ, չեն ճանաչել։ Չեն ճանաչել, ասել են, բայց թողել են արկա։ Ասել են այդ ինքնուրույնությունը, որ ուզում եք, պետք է ամբողջ ժողովուրդը մասնակցի դրա հանրաքվեին։ Ադրբեջանը պետք է համաձայնվի, որ այդ հանրաքվեն լինի, ու Ադրբեջանի ժողովուրդն էլ պետք է մասնակցի հանրաքվեին, մոռացել եք։ Հա, դրա համար կարգավիճակը դերևս մնում էր արկախ եւ հələ դեռ բանակցային process-ն էլ ստատուս քվոյի մակարդակով էր մնում, որին հետևեց այն ինչ որ հետևեց։ Այսինքն ոչ ոք չի ճանաչե, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել։ Բոլորն էլ ճանաչել են Ադրբեջանի կազմում ու իրանք առաջարկություն են արել, որ ասենք ինչ լավագույն պայմաններ կարելի է ստեղծել, որ այս ժողովուրդը այնտեղ դուրս չգա։ Ապրի Արցախում։ Եկեք այսօրվա մեր զրույցը թողնենք այսպես ասած կարելի ասել լարված
չէ, իրավիճակի մեջ, որովհետև շատ հարցեր կան, պարոն Մելքոնյան, եւ շատ հարցերի պատասխաններ դեռևս սպասում ենք, ուզանք ձեզ էլի կհրավիրենք մեր տաղավար եւ փորձենք այս թեմաներով դարձյալ զրուցել, ես փորձեցի որոշ հակադարձություններ բերել, որ օբյեկտիվությունը, չէ, պաշտպանենք, այսինքն այն ինչ որ ասում են անդիմադիրները, այն ինչ որ ասում եք դուք, որպեսզի նաեւ մեր ունկնդիրները այդ իրարամերժ հակադարձող տեսակետների մեջ փորձեն ինչ որ եզրակացություններ անել, այնպես որ շնորհակալ եմ ձեզ, որ եկաք եւ արտահայտեցիք ձեր տեսակետները եւ ձեզ, ինչպես նաեւ մեր ողջ հանրությանը ամեն դեպքում, չնայած բոլոր զարգացումներով հանդերձ, եկեք շնորհավորենք հաղթանակների այս տոնի կապակցությամբ։ Այո, ես էլ հավերի համար ապարտանանք մեր հաղթանակներով եւ հուսանք, որ ամեն դեպքում լավ է լինելու։ Այո։ Շնորհակալություն։ Ամենակարևորը որ խաղաղություն լինի մեր երկրում։ Այո։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր տաղավարում էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։